Գեղանկարչական, խեցեգործական և դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ ժամանակակից արվեստի թանգարանում։ Հեղինակները ամուսիններ Ռուբեն Բաբայանն ու Ռուզաննա Խալաթյանն են։ Հույզեր, լռություն և ժամանակ խորագրով ցուցահանդեսը նվիրված է Ռուբեն Բաբայանի 75-ամյակին։ Սպասված ցուցահանդես էր, որը վերջապես կայանում է և կայացավ։ Իմ կարծիքով երևի ժամանակի մեջ ճիշտ էր այս մոտեցումը և ցուցադրելը համայնքի հասարակության համար եւ արվեստի աշխատողների եւ նկարիչների եւ ամենակարևորը իմ հարազատների եւ իմ ընտանիքի համար։ Որպես ստեղծագործող մարդ փորձել եմ բոլոր տեսակի գույներից օգտվել, բոլոր երանգները վերարտադրել։ 35 գեղանկար և 50 գրաֆիկական աշխատանք։ Գեղանկարիչը իր բոլոր գործերում փորձել է տրամադրություն ստեղծել։ Ցուցասրահի մյուս անկյունը զարդարում են կնոջ Ռուզաննա Խալաթյանի աշխատանքները։ Տարբեր ենք ու այդ տարբերության մեջ շատ հետաքրքիր ձևով ներկայացրեցին այս ցուցադրությունը։ Մարդիկ, որոնք միշտ եղել են մեր արվեստանոցում, զարմացած մտնում էին ու բոլորը ասում էին, այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, ոնց որ առաջին անգամ տեսնենք, դա կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեսել ենք արվեստանոցում։ Այսինքն մատուցումը շատ գեղեցիկ ու ճիշտ էր արված։ Կերպարվեստի տարբեր ճյուղերն իրար հետ համադրելու բարդ ու պատասխանատու գործը ստանձնել է ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն Զարա Այրումյանը։ Կողմից շատ զուսպ, մյուս կողմից շատ խոսուն աշխատանքներ են։ Հետո որ նաև տեսանք Ռուզաննայի գորգերը եւ գոբելենները եւ մի ուրիշ շատ վառ աշխարհեր, ընտրեցինք մի քիչ ավելի իջեցված տոնով, հա, մի քիչ ավելի դեպի օխրաները գնացող, որպեսզի իրար չխանգարեն, բայց կերամիկան էլ հենց այնտեղ զգացինք, որ շատ համալրում է իր գործերը։ Արվեստասերի համար եւս մեկ անակնկալ ունեն։ Տպագրել են պատկերագիրք, որը ներառում է Բաբայանի տարբեր ժամանակների գործերը։ Բանասեր թարգմանիչ Սահականուհի Սահակյանը ներկայացրել է յուրաքանչյուր կտավի ասելիքը, նաև տեքստային տարբերակով։ Սույն ստվարածավալ պատկերագիրքը ոգեղեն ճամփորդություն է դեպի երևակայության անսահման աշխարհ։ Այն նաև արվեստագետի յուրօրինակ հաշվետվությունն է։ Նրա գունեղ ու բովանդակալից այցեքարտ է։ Ուսումնասիրել եմ Ռուբեն Բաբայանի կենսագրությունը եւ այս պատկերագիրքը, որտեղ գծանկարների եւ գեղանկարների շարքն է, ամբողջացել է հարցազրույցի, մտքերի ծաղկաքաղի, արվեստաբանական վերլուծության, կենսապատումի ճանապարհով։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու նկարիչ ամուսինները հույս ունեն, որ արվեստասերի հետ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։